Ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է եւ այսօր մեզ սպասվում է շատ տարօրինակ մոտո test drive։ Իհարկե այսօրվա վիդեոն հենց test drive չի լինելու, որովհետև այսօր սկզբնական առաջին անգամ ուզում ենք ձեզ ներկայացնենք ու իմանաք, որ այսուհետ Drive News-ի եթերում լինելու է նաև մոտոներ։ Ինչու շատ հետաքրքիր է։ Այսօր ուրեմն բերել ենք մի քանի տեսակի մոտոներ, որ մոտավորապես ձեզ բացատրենք, թե ինչ տարբերություն ունի մի մոտոն մյուսից, ինչը ինչի համար է եւ այլն։ Ամենահետաքրքիր էս ամեն ինչի մեջ այնա, որ ես էլ եմ շատ վերջերս մտել այս շարժման մեջ, ու ես էլ առանձնապես բան չգիտեմ։ Այսինքն մենք իրար հետ, ես եւ դուք, այս զրոյից սովորելու ենք, թե ինչ է մոտոն, եւ նրբությունները եւ հետաքրքրությունները, ամեն ինչը իրար հետ միասին ենք դրա մեջ թռնելու գլխով։ Եվ այսպես, հիմա ստեղ ունենք քանի տեսակ 1, 2, 3, 4 տեսակի մոտո ունենք ստեղ, իհարկե մոտոները ավելի շատ տեսակներ ունեն, այսօր ստեղ չունենք, բայց դրանց անպայման մենք անդրադառնանք մեր հաջորդ հաղորդումներում։ Հիմա ստեղ ամենակարևոր բանը, որ պետք է ասեմ, այն մարդիկ, ովքեր մոտոներից հասկանում են, հետո սկրիվ չանեք, որովհետև ես էլ այն ամենազրո մակարդակի վրա եմ հիմա։ Ինչ ուզում եք արտահայտվեք, մի քիչ ըմբռնումով մոտեցեք հարցին։ Հիմա նայեք, մոտոների դասակարգումը, եթե քանի որ մեր ալիքը մեծ մասը, հա, մեքենաների մասին է ու մեքենայից տեղյակ մարդիկ են մեր մոտ, մեծ մասը չգիտեն մոտոների տարբերությունը։ Դասակարգումը գնում է սենց, օրինակ Enduro-ն, որը նախատեսված է արտաճանապարհայինի համար, ինքը գնում է որպես մեքենայի ջիպ, բայց որպես off-road-ի համար սարքած ջիպ, ասենց մեծ ակերով, ցեխի համար նախատեսված, հատուկ անվահեծերով, տեսեք ինքը բան չի, անվահեծը մեքենայի նման չի, էլի, հեծանիվի նման է, որ մի քիչ ավելի փափուկ լինի։ Օրինակ, այդ սաղ մանրուքներին մենք հետո կխորանանք, ավելի մանրամասն կմոտենանք հարցին, հիմա ասենց շատ մակերեսորեն եմ ասում։ Դա էտա, օրինակ չոպերը կարելի է համեմատել ինչի հետ, չոպերը կարելի է համեմատել ոչ մի բանի հետ, մի քիչ ոճով ինքը ուրիշ է, էլի են տատուները, ժիլետները բան, հա? Shelby, հա, ոնց որ հին Shelby Mustang ունենաս քշես, ինչ որ տենց մի հատ տեսակ է։ Sport bike-ը դե արդեն բոլորս էլ հասկացանք, այդ ամենա, ասենք չգիտեմ, Porsche 911, GT2, GT3, Lamber, ատա մի քիչ չի շուխուրարեք, կամ գնացեք հովին կանգնեք մի տեղ։ Ու հա, առհասարակ մոտոքշողները այսպես շուխուրչի են սաղ, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ սյոմկայաս է գնում, սաղ շուխուր են անում, մի խոսքով դրանք սովորենք երևի ընթացքում։ Ամենաառաջինը, հիմա ստեղ կանգնած է Enduro տեսակի մոտոն, այս Enduro-ն է։ Ինչի ենք իրան առաջինը կանգնացրել, որովհետև ինքը ամենահետաքրքիր մոտոյի տեսակն է ու ամենադժվար։ Այս մոտոն նախատեսված է արտաճանապարհային պայմանների համար։ Ցեխեր, քարեր, անտառներ, այն որ թռնում են, այն որ եսի ինչ են անում, իրա շատ նման կա մի հատ էլ կրոս, որը մենակ նախատեսված է մոտոկրոսի համար, տենց մրցում կա հատուկ։ Իսկ սա արդեն այն ամեն ինչի համար արտաճանապարհային պայմանների, որ ուշադիր նայեք, իր անիվները հատուկ արտաճանապարհային պայմանների համար են, ինքը բարձր է, ինքը մեղմիչները շատ բարձր են, շատ փափուկ են, իրանցով կարաս թռնես, բայց իրանք ամենաբարձրն են, ամենադժվարն է քշելը ու սովորելը, ու ասում են խելացի մարդիկ, եթե մոտո սկսում ես քշել, սովորում ես Enduro-ի վրա, այդ ամենաճիշտն է ու ամենահեշտն է հետագայում բոլոր մոտոները վարել, որովհետև եթե սրա տանջանքի մեջով կարողանում ես անցնել, սրանք արդեն դառնում են խաղալիք։ Հաջորդը մեր էգզեմպլարներից չոպեր տեսակն է։ Չոպերը ուրեմն նախատեսված է բնականաբար քաղաքում ու ինչ
Chopper-ը ավելի շատ գիտեք ինչ է։ Ավելի շատ որպես ոչ այնքը, ավելի շատ ստիլ է, այն բայկերների ստիլն է։ Իրանցով համ կարելի է երկար ճանապարհ գնալ, համ քաղաքում վարել, բայց դանդաղ։ Այն արագ գժավարի բան, տես բաներ պետք չէ մոտոյով անել, որովհետև նույն ինքը չի տրամադրում տես բանի, որովհետև մի հատ նայեք, ասենք sense նստում ես, հերիք չի մի 1000 կիլո է, ու այսպես ջղային դեմքով, այսպես պետք է գնաս, էլի, ու ցանկալի է լիքը խառը տատուներ ունենաս։ Նու պատկերացնում եք, հա, այս ղեկի ձևը, այս իր ծանրությունը, այս նստելու վիճակը ընդհանուր չի տրամադրում առհասարակ բանին, ինչ որ ակտիվ վարման։ Իրանով պետք է հանգիստ։ Ու լիքը անհարմարություններ ունի օրինակ այս մեկը, նու հիմնականում չոպերները, նու չհաշված այս, որը մարդկա շատ է սիրում, ոտքերդ դնում ես այստեղ, ու սենց ոնց որ տանը բասկաթորին նստած լինես, էլի սենց մի տեսեք, բայց նայեք, օրինակ խլացուցիչը հենց այս ոտիդ տակ է, այստեղ է։ Ու ինքը միշտ տակ է, ու միշտ այդ մասը վառում է։ Մի խոսքով, բայց սովորելու վրա է, պետք է պրոստե ոտդ միշտ հեռու դնես։ Լավ, քանի որ այսօրվա մեր test drive կոչվածը մի քիչ կարճ է լինելու ու արագ, մի քիչ արագ անցնենք մոտոներով։ Sport bike։ Սրանց բաները չասեցի, մոդելները չասեցի, ուրեմն այս Husqvarna-ն է, Husqvarna կես լիտր, այսինքն 500 կուբ, ինքը ամենա այն գիժ, ամենա չգիտեմ թանկա թե չէ շատ, բայց ամենախելար մոտո արտադրողն է էնդուրոների շուկայում։ Սա բնականաբար լեգենդար Harley Davidson-ն է, որը առանձին իր սիրահարները ունի, որովհետև ասենք բանա, չգիտեմ, այն sense դրդռում է ուժեղ ձենա գալի անընդհատ թափատալի մոտով, բայց Harley Davidson-ը դրա համար են սիրում։ Սա այն բոլորիս, այն որ մոտոներից ընդհանրապես գլուխ չենք հանում, մոտոն է սա մարդկանց համար, մնացածը մոպեդ է առաքիչի։ Հա, որովհետև բոլորը որ փորձում են պատկերացնեն մոտո, պատկերացնեն sport bike։ Այս sport bike-ն է։ Այս այն աշխարհի ամենաարագ գնացող ու որ շուտ ցխվում է սրանով։ Այդ է։ Քաղաքում շատ դժվար է իրան վարել, շատ անհարմար է, դիսկոմֆորտ է, մի խոսքով ինքը մայրուղիների համար է ստեղծված ու բնականաբար տրեկերի։ Մանավանդ այս տարբերակը, որը BMW-ն է, հերիք չի միլիտրանոց է շարժիչը, մի հատ էլ M-ն է, RR 1000RR, ես ինչքան տար գիտեն կպցրել են վրան ու ինչքան կարբոն ունեցել են կպցրել են վրան, որ ընկնես վրեդ շատ թանկ նստի։ Հələ մի հատ ստեղ նայեք։ Հələ սպոյլեր, ասենք սա սպոյլեր է։ Պատկերացնում եք, օրինակ մի հատ թեթև, ասենք սենց անսամբլ բանանես ու կողքի վրա սենց մի փոքր սենց ընկրես։ $5,000 խոսքի։ Մի խոսքով, sport bike-ը առանձին կուլտուրա է, կամ sport bike առնում են շատ երիտասարդները ու մոտոյից չհասկացողները, կամ առնում են շատ լավ քշողները։ Թե տիրանը խիառ է, չեմ պատկերացնում։ Sport bike-ի բանը, այդ նստելու ձևը, պասատկեն, երևի բոլոր մոտոներից ամենաանհարմարն է, նու ամեն դեպքում քաղաքում վարելու համար, որովհետև դու անընդհատ այսպես պարկած ես, իր ղեկի պտույտը մեծ չափը նայեք, այսքան է ընդամենը։ Այսինքն ինչ-որ մանևր, ինչ-որ արանքներով անցնել, շուտ փախնել, շատ դժվար է սրանով, իսկականից շատ դժվար է վարվում։ Մի հատ էլ որ գիտես, ասենք ոտերի տարանքը մի $45,000 փող է, այդքան էլ հաճելի չի մի խոսքով, էլի։ Բայց դե տեսքը տեսնում եք, այս մոտոն հիմնականում առնում են տեսքի համար։ Նու հայերը ամեն դեպքում էլի, որովհետև ասենք այս մոտոն պետք է տրեկում քշես, իսկ Հայաստանում տրեք բոլորս էլ գիտենք, շատ է։ Այս ուրեմն Հայաստանի համար, Հայաստանի պայմանների համար նախատեսված ամենահետաքրքիր մոդելներից է, ամենահետաքրքիր տեսակներից է մոտո, սա կոչվում է street, փողոցային, կամ naked են ասում, ինքը մոտավորապես sport bike-ն է, սա, մոտավորապես, ստեղ մի քիչ տեխնիկական ուրիշ բաներ կան, բայց դե չենք խորանում, բայց առանց շատ այս կամ կարբոնների կամ պլաստմասաների, հա, ինքս տկլոր է կոչվում, naked,
Ինչի է ինքը կոչվում street, որովհետև ինքը նախատեսած է հենց քաղաքային պայմաններում ակտիվ ամենօրյա վարման համար։ Այս շատ լավ էգզեմպլեր է, Honda-ն դե միշտ ամենալավն է, հեսա կիմանաք ինչի, Honda-ն է CB1000, եթե լինում ասերա sport bike տարբերակը, դա CB-R, չէ, մի րոպե, սա CB1000R-ն է sport bike-ը, որը սրա նման է, էլի մի լիտրանոց շարժիչով 4 մխոցանի, կոչվում է CB-R1000, այսինքն R-ը ուղղակի 1000-ից շուտ է գալիս, դա արդեն sport bike է, սա լրիվ նույն, գրեթե 95%-ով նույն տեխնիկական տվյալներն ունի, նույն հնարավորությունները ունի, բայց մի քիչ ավելի հանգիստի մեջ, մի քիչ ավելի մարդավարի, մի քիչ մարդասիրական, որ շատ շուտ չծխվես միտե։ Սրանից ուրեմն այս պահին ունենք ստեղ երկու էգզեմպլյար, մենակ գույնն է տարբերվում, երկուսն էլ 1000 են, երկուսն էլ CB-N, CB1000R, այս գույնը շատ սիրուն է իհարկե, բայց դե ընդհանուր նույն մոտորներն են։ Ստեղ ունենք էլի street մի քիչ ավելի փոքր չափի, որը կոչվում է Ducati Monster, Ducati-ն էլ բավականին լավ հետաքրքիր մոտո արտադրող մոտոընկերություն է, որը էլի լեգենդար մոդելներ ունի, օրինակ բանը Panigale կարող է լսածել մեկ, չգիտեմ, այնտեղ Ducati ինչ կար, Diavel, հա, տենց մի քիչ ավելի մեծ, ավելի չոպերի նման, մի խոսքով։ Ու ինչի սա թողեցինք վերջում, որովհետև սա ասում են մասնագետները, որ այս պահի դրությամբ Հայաստանի ամենալավ մոտոցիկլետն է, բայց այդ ես հայերից չեմ լսել, այդ գերմանացիք են ասում, որ Հայաստանի ամենալավ մոտոն Honda CB650-ն է, ու ասում են, որ ամենալավը 2017 թվինն է, հենց, հա, ու ունենք այդ տարբերակը, էլի street է, էլի Honda-յա, legend ու ինչպես արդեն ասեցի ամենալավ մոտոն է Հայաստանում ու առհասարակ Անդրկովկասում, ինչի, որովհետև էս իմն է։ Մեկ է մի հատ էլ շատ կարևոր բան եմ ուզում ասել, շարժիչի լիտրաժների հետ կապված, մեքենայինը, որ ինչ-որ լիտրից բարձր են ու գիտենք, ասենք 2.5 լիտր, 3.5 լիտր և այլն, այս մեր 2.5 լիտր, 3 լիտր, 1.5 լիտր և այլն, օրոն, կերար, թող գալիս էր, տիրանի մոտոյի վրա կախի հայլուց, տես գիժերը, բարև ձեզ, հարամչիներն են, սաղ մոտոքշողները հարամչի են, կուբատուրայով է հաշվում, այսինքն ասում են 650 կուբ, օրինակ սա, լեգենդար CB 650-ը, 650, այսինքն 0.6 լիտր է, 0.6 ու կես, կա լիտր, 1 լիտր, որը 1000 կուբ է, մի խոսքով տենց է հաշվում, մոտոների մեջ եք ասենք 2 լիտրանոց, 1.8 լիտրանոց, 2.5 լիտրանոց շարժիչներ, վեաձև, շարային, 4 մխոց, 2 մխոց, 1 մխոց, մի խոսքով տենց մի հատ լրիվ նոր աշխարհ է, որի մեջ հիմա մենք ձեր հետ միասին մտնելու ենք։ Ուրեմն այս ուղղակի sense այս անգամ ինչ որ բանը մոտոների հետ ծանոթություններ ու ինչպես ասեցի մենք միասին ենք ծանոթանալու առհասարակ մոտո կյանքին, մոտո շարժմանը, որովհետև իմ համար էլ է սա նորույթ, նոր կյանք, նոր աշխարհ։ Մենք հավանաբար միասին կունենանք ռուբրիկաներ, որտեղ կսովորենք հետաքրքիր բաներ, նրբություններ մոտովարման հետ ու առհասարակ մոտո կյանքի հետ։ Հիմա մենակ այսօրվա համար կարամ ասեմ 3 բան, եթե ուզում եք մոտո սկսել վարել, ինչա պետք են ամենա մինիմալ բազային բաները, ֆունկցիաները ունենալ մոտո վարելու համար։ Ամենաառաջինը այդ այնա, որ գոնե մինիմում 5 տարի վարեք մեքենա այն երթևեկության մեջ, որտեղ պատրաստում եք վարել մոտո։ Այսինքն կլինեք Հայաստանում, օքեյ, մի 5 տարի որ մեքենա վարած լինեք, թույն է, կարելի է։ Դրանից պակաս չէ, որովհետև երբ որ մեքենա վարում ես ճանապարհներին, լրիվ հոգեբանությունը ու լոգիկան հասկանում ես, արդեն կարողանում ես։ Դրանից քիչ արդեն վտանգավոր է, իսկապես վտանգավոր է, կապ չունի ինչքան եք սովորում փակ տարածքներում։ Այդ առաջինն է։ Երկրորդ հետաքրքիր բանը, որը մեր Դավիթ ընկերն է
հորինել, բայց շատ հետաքրքիր բան է, եթե վերջի 3 չէ, եթե վերջի 3 տարվա մեջ քեզ հետևից չեն խփել, կամ ինչ որ ուրիշի մեղավորությամբ դու վթարի մեջ չես ընկել մեքենայով, կարաս մոտո քշես։ Ինչի դու չէ, այլ քեզ, որովհետև եթե քեզ չեն խփել, նշանակում է դու ոչ միայն դեմդ ես նայում, ոչ միայն դեմդ ես ուշադիր, այլ քո ընդհանուր շրջապատին ես ուշադիր նայում ու ինչ որ չափով իրանց տեղնել ես որոշումներ կայացնում ու վարում կապ չունի մեքենա թե մոտո։ Մեկ էլ երրորդը, որը ես եմ հասկացել, այս մի քանի ամսվա մեջ ինչ մոտո եմ վարում, եթե քո մոտ կա ֆունկցիա ձևավորված մեքենա վարելուց, այն ավտոմատի վրա ֆունկցիա, հետիոտնային անցում տեսնելիս մեքենա վարելուց, երբ որ հետիոտնային անցում ես տեսնում ու ավտոմատ առանց մտածելու արդեն ոտքդ գազից հանում ես ու սենց ուղղակի պահում ես արգելակման վրա, շատ պետքական ֆունկցիա է ու կօգնի ձեզ մոտո վարելուց, այսինքն այդ ամեն ինչը, այս 3 թվարկած բաները նրա համար են, որ մոտոն վարեք անվտանգ եւ հաճույք ստանաք մաքսիմալ։ Հաճույք ստանաք, անվտանգ լինի, ոչ ձեզ վնասեք, ոչ ուրիշներին վնասեք։ Մի խոսքով, այսօրվա ասածը սա էր, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, որ բաց չթողնեք ու իրար հետ մտնենք այս մոտո աշխարհ։ Ու Instagram էլ բնականաբար, եթե մեզ հետևեք, այնտեղ ավելի կարճ, ավելի ուրիշ տեսակի մի քիչ կոնտենտ է լինում YouTube-ից անջատ, այնպես որ այնտեղ համես շփվելը ավելի հեշտ է։ Մի խոսքով, այսօրվա համար այսքանը, սենց կարճ բան ստացվեց, թողարկում ստացվեց, բայց հաջորդները արդեն կլինեն լիարժեք, ոնց որ մեքենաներն էինք test drive անում, տենց էլ ունենանք նաև մոտոների ռուբրիկա, որը կոչվելու է Hello Moto։ Ստեսեն։